Սուրբ Եփրեմ Ասորի Գովաբանական խոսք ուղղված մարտիրոսներին Անմիտ, անգետ և անարժան մի մարդ մտադիր է խոսել և բոլորին ի ցույց դնել հիանալի, փառահեղ և հրապուրիչ մի պատկեր, Սուրբ մարտիրոսների սխրանքները, չնայած, որ նա չունի այդ նկարին պատշաճող ներկեր և իր մատերն էլ անկարող են նկարին տալու կատարյալ ուրվագիծ։ Ինչպես է համարձակվում նա, խղճուկ և անհմուտ լինելով, նկարել մի նկար, որը վեր է իր սակավազոր կարողությունից, և քանի որ նա գիտի իր անարվեստ լինելը, չի մոռանում նաև իր տկարությունը, ուստի արցունքներով ընկնում է և խնդրում բոլորի Տիրոջը, Քրիստոս Արքային, որն իր մարտիրոսներին պարգևեց ուժ սխրանքներ գործելու, համբերատարություն տրտմության ժամանակ, որոնց շնորհիվ նրանք հաղթեցին բարիատյաց թշնամու տարբեր խորամանկություններին և պսակվեցին անթառամ պսակով։ Նա խնդրում է, որ Սուրբ և բարեգութ Աստված իրեն, անարվեստին, պարգևի իմաստություն, միտք և զորություն Սուրբ մարտիրոսների սխրանքներն արժանորեն ներկայացնելու բոլոր գալիք սերունդների համար, որպեսզի նրանք էլ տեսնելով իմանան հաղթական մարտիրոսների հիասքանչ համբերության և անչափ ամրության մասին, որովհետև նրանք քաջ էին իրենց մտադրություններում և վաստակեցին մեծասքանչ գովաբանություններ։ Հալածանքների ժամանակ, երբ բոլոր եղբայրները փախչում էին ասպարեզից, չհամարձակվելով խոստովանել Քրիստոսին, Աստծո որդուն, այս նվիրյալները ամենայն արիությամբ ասպարեզ դուրս եկան և գոտեպնդվելով ճշմարիտ հավատով, աներկյուղ և մեծ խիզախությամբ Քրիստոսին Աստծո որդի խոստովանեցին։ Իսկ ինչ խոսեմ վախկոտների մասին, որոնք թողեցին ասպարեզը, ոչ թե ասպարեզից, այլ Աստծո երկնավոր արքայությունից փախան այս փոքրոքիները, արժանի չլինելով դրան։ Այսպիսով, այս քաջակորով սուրբերը մեծագույն ուրախությամբ հաստատուն մնացին սխրանքների մեջ, համբերելով բոլոր չարչարանքներին, որ կրեցին Աստծո միածին որդու և աշխարհի փրկչի անվան համար։ Իրոք, միթե անձնուրաց չէին այս երանելիները, որ սեփական աչքերով տեսան իրենց չարչարելու համար նախապատրաստված ահավոր գործիքները, վառվող խարույկը, հնոցն ու կաթսաները, որոնց միջից ձյութ ու յուղ էր ժայթքում։ Կրակի մեջ տեսա նաև շիկացած մագիլներ, սղոցներ, աքցաններ, շղթաներ ու կապանքներ, մի խոսքով գործիքներ, որոնք ճշմարտության թշնամին հնարել էր փրկչական անվանը խոստովանողների դեմ։ Այս ամենը նա շարեց նահատակների առջև, որպեսզի սուրբերին վախի և վհատության մեջ գցի և որպեսզի այս տեսարանով նրանց լեզուն զսպի Հիսուս Քրիստոսին խոստովանելուց։ Իսկ ինչ էին անում այս աստվածասեր և կատարյալ ճգնավորները, իրենց աչքերի առաջ տեսնելով այսքան չարչարանքները։ Պատրաստակամությամբ զինվելով այս բոլոր խոշտանգումների դեմ, մեծ անվեհերությամբ, չվախենալով և դույզն ինչ չերկ մտելով անգամ, նրանք նախագահող իշխանների և դատավորների առջև խոստովանում են Քրիստոսին։ Ոչ կրակի ճարճատյունը, ոչ վառարաններում բորբոքվող բոցը, ոչ եռացող կաթսաները, ոչ երկաթե ճանկերը, ոչ սղոցների ատամները, ոչ կապանքների ճնշումը, ոչ շղթաների ծանրությունը, ոչ չարչարողների սպառնալիքները, ոչ իշխանների ատամների սպառնալիք կրճտոցը, ոչ էլ ճշմարտության թշնամու և նրա ծառաների խորամանկությունները չսարսափեցրին Քրիստոսի արիասիրտ ճգնավորներին և չդրդեցին հրաժարվել իրենց Աստծուց և Փրկչից։ Նրանք հավատով ոտնահարեցին թշնամու այս խարդավանքները և վախը բնավ չմոտեցավ նրանց։ Տեսնո՞ւմ ես արդյոք աստվածասեր այս ծառաների խիզախությունը։ Տեսնո՞ւմ ես քրիստոսասեր ճգնավորների անկոտրում ոգին։ Տեսնո՞ւմ ես նախանձախնդրությունը ամենաբարձրյալ Աստծո արքայությունը սիրողների։ Տեսնո՞ւմ ես արդյոք կատարյալ հավատը այս հավատարիմների, իսկապես կատարյալների։
Արդյոք տեսնում ես Աստուծո հանդեպ սերը, որի միջոցով անտեսեցին այն ամենը, ինչ որ կա այս աշխարհում, որպեսզի տեսնեն Աստծուն, որին առավել սիրեցին։ Տեսնում ես, թե ինչպես է Քրիստոսի հանդեպ սերը երկրից բարձրացնում ցանկացողներին։ Տեսնում ես արդյոք, թե ինչպես է դրախտը ցանկանում իր մեջ տեսնել լույսի մեջ ցնծացող պսակակիրներին։ Եկ իմ ճշմարիտ եղբայր, և սրտի աչքերով քննիր մարտիրոսության պտուղները, հավատի հարստությունը և կատարյալ ճգնավորների անխախտ բարեպաշտական մտադրությունը։ Տես, թե ինչպես բռնի չարչարանքները չկարողացան թուլացնել արդարների թե մտադրությունը և թե այն սերը, որ տածում էին նրանք Աստուծո հանդեպ։ Սրան հակառակ, չարչարվողներն ամենայն ուրախությամբ ընդունում էին հարվածները, որպես մեծագույն հաճույք և ուրախ դեմքով գոհություն էին հայտնում Աստծուն, որ իրենց վիճակվել է տանջվել նրա համար։ Ինչպես գովաբանեմ ձեզ, կատարյալ քրիստոսակիրներ, կամ ինչ անուն տամ ձեզ, սուրբեր և երանելիներ։ Ով կարող է ձեր հավատի մասին գովաբանական ճառ բարբառել։ Հրետորների և իմաստունների իմաստությունը հիանում է այսքան արտասովոր բաներ տեսնելով Քրիստոսի ծառաների մեջ, իսկ տանջողներն ու դատավորները կարկամում են սուրբ մարտիրոսների ջերմեռանդության տեսարանի առջև։ Անօրեն չարչարողները, որքան էլ չարչարեցին արդարների մարմինները, երբեք նրանց թախծոտ և վհատված, տանջանքներ կրողների նման չտեսան, հակառակը, սուրբերին տեսնում էին մեծագույն ուրախության մեջ։ Նրանք հանդարտ և ուրախ էին տանջանքների ժամանակ։ Իսկ մենք, եղբայրներ, ահա որ այն դատաստանի օրը ինչպիսի արդարացում պիտի ունենանք Աստուծո առաջ, որ ոչ հալածվեցինք և ոչ էլ վշտեր կրեցինք, բայց այդչափ սեր չունեցանք առ Աստված։ Մարտիրոսները սգի, փորձության, տանջանքների, ահա որ չարչարանքների մեջ Աստծուն սիրում էին ամբողջ հոգով։ Փորձություններն ու ծանր տանջանքները չկարողացան նրանց հեռացնել Աստուծո սիրուց, իսկ մենք, ապրելով հանգիստ և լիության մեջ, չենք սիրում Աստծուն բարերար Տիրոջը։ Ինչ ենք անելու, երբ այնտեղ դատավորի ատյանի առաջ, այն ահասարսուռ օրը հաղթական մարտիրոսները մեծագույն անվեհերությամբ ցույց տան վերքերի և տանջող տառապանքների հետքերը։ Մենք ինչ պիտի ցույց տանք, եղբայրներ, որ արժանիքները, մեր սերը, թե հավատը Աստուծո հանդեպ, աշխարհից հրաժարումը, թե ժուժկալությունը, լռակեցությունը, թե հեզությունը, միգուցե ողորմությունը, կամ էլ ողջախոհությունը, հսկումը, թե արտասունքները։ Երանի նրան, ով ունի այս արժանիքները, որովհետև այնտեղ մարտիրոսներին հավասարակից է լինելու, նրան չեն վռնդի լույսի ապարանքից։ Այսպիսի արժանիքներով նա անկասկած համարձակություն կունենա կանգնելու Քրիստոսի և նրա հրեշտակների առջև։ Հաղթական մարտիրոսներ, որ հանուն Աստուծո և մեր Փրկչի սիրո կամավոր կրեցիք վշտերն ու համարձակություն ունեցաք Տիրոջ առջև, բարեխոսեցեք, ով սուրբեր, մեզ տկարացածներիս, մեղավորներիս և պղերքությամբ լցվածներիս համար, թող մեզ վրա իջնի Քրիստոսի շնորհը և լուսավորի բոլոր ծուլացածների սրտերը, որպեսզի մենք էլ սիրենք Տիրոջը։ Դուք իրոք երանելի եք և փառավոր, և հրեշտակներ, և մարդիկ սիրաշահում են ձեզ։ Քանի որ վշտերի ժամանակ, երբ հալածանքների մեջ ուժ գնացան ձեր տանջանքները, դուք ձեր աչքի առաջ դրախտն ունեիք և ասում էիք ինքներդ ձեզ. թող այստեղ շատանան մարմնական տանջանքները, որպեսզի այնտեղ դրախտում շատանան նրա վայելքներն ու հանգիստը։ Եվ երբ խոշտանգումների ժամանակ ձեր մեջ ապստամբում էր տագնապալի փոթորիկը, դուք ձեր աչքերի առաջ ունեիք Աստուծո սիրաշահումը ամուր վստահությամբ, որ սուտ չէ խոստումներ բարբառած ամենաբարձրյալ Աստված։ Ձեր աչքերի առջև ունեիք այս ապագա բարիքները,
եւ դրանք անverջ պիտի վայելեք ուրախության մեջ, որովհետեւ ով Սուրբ Մարտիրոսներ չթուլացավ ձեր ամուր միտքը։ Ապագայի համար ուրախությունը եւ սպասումի հրճվանքը ամեն ժամ դարձնում էին ձեզ քաջասիրտ եւ անձնուրաց, եւ դուք երբեք չհագեցաք ձեր տանջանքներից։ Թշնամին տեսավ, թե ինչպեսի խիզախությամբ ու քաջությամբ պայքարի մեջ մտակ, ամենևին սրտում վախ չունենալով սարսափեցնող տվայտանքներից եւ փորձություններից։ Եվ թշնամու փորձությունների ամրությունը ուժասպառ եղավ, քանի որ հաղթեցիք նրա բոլոր խոշտանգումներին, ուստի թշնամին որոշեց ձեր արիությունը սասանել սրով, որպեսզի դուք հրաժարվեք Քրիստոսից, որը միշտ փափագում է իրենից երկյուղածների հոգիները։ Նենք թշվառը չգիտեր, որ երբ իր սուրը սուրբ ճգնավորների երակներից բխեցնում է արյան լիառատ աղբյուրներ, սուրբերի հենց այս արյան մեջ էլ ինքը կործանվում է։ Ահա կատարյալ ճգնավորներ, ձեր արիության փայլուն վաստակները, ահա ձեր հավատի հերոսությունը, Քրիստոսասեր ճգնավորներ, ահա ձեր հաղթանակի բարձրությունը, Աստվածակիր եւ Աստվածասեր քաջեր, ահա ձեր գովքը, ձեր մահը ձեզ կյանք պարգևեց։ Իմաստունները կանխամտածություն արեցին ձեր անձերի զոհաբերության մասին, եւ նրանց մտքի իմաստությունը ոչնչացավ։ Զարմանքի մեջ ընկնելով մեկ-մեկու ասում էին. իրոք քրիստոնյաների Աստվածը մեծ է, որին հավատացին նրա բոլոր աշակերտները։ Չարչարողները հաճախ տեսնելով մարտիրոսների համբերությունը, նրանց բարի ու մխիթարական խոսքերը, որ իրենց սխրանքների ժամանակ փոխանցում էին միմյանց, դառնում էին ճշմարիտ երկրպագողներ, լցված Աստծո երկյուղով եւ կատարյալ հավատով։ Տեսնում եք, եղբայրներ, ինչպեսի աստվածային միաբանությունը, տեսնում եք, սիրելիներ, ինչպեսի սերը Աստծո հանդեպ, որ աշխատանքի մեջ ամրացնում է իր սեփական անդամները։ Սուրբ մարտիրոսները, գտնվելով միևնույն հերոսական իրավիճակում, մխիթարում էին իրար եւ միշտ քաջալերում թուլակամներին, այնպես որ ստրուկները նույնպես նրանց հետ ուրախությամբ ձգտում էին միևնույն պսակին։ Իսկ մենք չարամիտներս, նախանձելով միմյանց եւ չարությամբ լցված, դաժանությամբ կծոտում եւ հոշոտում ենք իրար։ Եկ եւ աշակերտ դարձիր Սուրբ մարտիրոսներին։ Եթե ուզում ես սովորել, նրանք քեզ համար կլինեն բարի ուսուցիչներ եւ նրանցից կսովորես ժուշկալություն, կատարյալ հավատ, Աստծո հանդեպ սեր, մեծ կարեկցանք եւ գալիք բարիքների փափագ։ Նրանք Աստծո զորությամբ եւ կատարյալ հավատով բոցեղեն խարույկների միջից հաղթող դուրս եկան, իսկ դու հաղթահարիր անընդհատ բոցկլտացող քո չար ցանկությունները։ Նրանք համբերությամբ եւ Քրիստոսի վրա հենվելով հաղթականորեն կրեցին բոլոր խոշտանգումները, իսկ դու խոհեմությամբ եւ բարեպաշտությամբ պարտության մատնիր քո բոլոր ամոթալի կրքերը։ Նրանք հեզությամբ եւ վեհությամբ հաղթեցին իրենց դահիճներին, դու նույնպես հաղթիր բարկության չարչարանքը։ Նրանք բացահայտ կերպով դարձան չարչարվողներ, իսկ դու գաղտնաբար դարձիր միշտ կատարյալ չարչարվող։ Նրանք խիզախությամբ էին հերոսություններ գործում, դու նույնպես գործիր քո նվիրական սխրանքը, որպեսզի հատուցման օրը նրանց հետ պսակակիր լինես եւ արքայության ժառանգակից դառնաս հավիտյանս ցնծալով։ Այժմ, երանելի սուրբեր, աղոթեցեք նաև մեղավորի համար, որն Աստծուց իրեն տրված այս բարերարության ժամանակ քնին է տրված, որպեսզի նա այն ժամին, երբ բացվեն մարդկության գաղտնիքները, նույնպես արժանանա ողորմության։ Իսկ ես, բարեհաղթ մարտիրոսներ, ձեզ մոտ դարձել եմ մի խղճուկ մատռվակ եւ ձեր ճգնությամբ ստացած բարի գինին սիրով առաջարկում եմ ձեր հավատակից զավակներին եւ եղբայրներին, իսկ ձեր հաղթության տոնական փառավոր խնջույքից, որ լիառատ է կերակուրներով, հյուրասիրում ձեր հայրերին, եղբայրներին եւ հարազատներին, որոնք օրեցօր ավելի սրտաբուխ ցանկությամբ են գալիս
ուտելու եւ խմելու այս փառավոր հացկերույթին։ Ահա նրանք սաղմոսներ են երգում եւ ուրախությամբ փառաբանում Աստծուն, որը պսակադրեց ձեր քաջամիտ գլուխները, մեծ ցնծությամբ շրջապատում են ձեր տառապալի սուրբ մասունքները, ցանկանալով օրհնություն եւ իրենց հոգու մարմնի համար բժշկություն ստանալ։ Արդ, որպես բարերար Տիրոջ բարի աշակերտներ, օրհնեցեք բոլորին, իսկ ես տկարս, ձեզնով ամրանալով, սիրով երգեցի ձեր սուրբ նշխարների առջև։ Ուստի եւ դուք բարեխոս եղեք ինձ, Աստուծո աթոռի առջև տկարացածիս համար, որպեսզի ձեր աղոթքներով ես էլ փրկված հայտնվեմ այնտեղ Աստուծո եւ մեր Փրկչի Հիսուս Քրիստոսի շնորհով։ Նրան փառք, հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին հավիտյանս հավիտենից ամեն։